վերափոխման, նոր սկզբի, նոր ճանապարհի եւ այդպիսով նաեւ ինքներս մեզ գնահատելու եւ այդ գնահատանքի ճանապարհով հաղթանակներ կերտելու խորհուրդ ունեն։ Իջավ միածինը հոր կողմից, հոր մոտից եւ փառքի լույսը նրա հետ էր։ Սուրբ Էջմիածնի պատմությունը այսօր հիմնադրությունն է 303 թվականին 1722 տարեկան է Սուրբ Էջմիածինը։ Չկա ավելի մեծ, ավելի կանգուն խորհուրդ, քան Սուրբ Էջմիածնի խորհուրդն է։ Մայր տաճարը 1722 տարեկան է, 303 թվականին կառուցված, 301 թվականին հիմնադրված։ Եվ հետևաբար այս մեծ խորհրդի մեջ, փառքի լույսի խորհրդի մեջ, առաջին հերթին մենք մեր հայացքն ենք տեսնում, մեզ ենք տեսնում, կրում ենք այն պատմության մեծ խորհուրդը, հոգևոր ճանապարհորդությունը, որ յուրաքանչյուրս զգում ենք, սակայն շատ հաճախ չենք կարողանում արտահայտել։ Սուրբ Էջմիածնի շուրջ են հյուսված մեր բոլոր հաղթանակները, ինչպես ասացի։ Բոլոր ճանապարհները անցել են Սուրբ Էջմիածնով։ Խաչմերուկները պատմության, հարձակումները պատմության, մեր ամենանվազ ժամանակները եւ ամենամեծ ժամանակները դարձյալ անցել են Սուրբ Էջմիածնով եւ Սուրբ Էջմիածնի միջով։ Այսօր եւս Սուրբ Էջմիածինը, Մայր տաճարը, Մայրաթոռը, մեր ողջ եկեղեցին այդ պատմության կրողը լինելով նաեւ առաջնորդող նավ է մեզ համար։ Մեր կյանքում այս դաժան իրականության մեջ մեր, ինչպես միշտ ասել եմ, գողացված ուրախության եւ պատվի ժամանակներում Սուրբ Էջմիածինը, Մայրաթոռը, հայ եկեղեցին դժբախտաբար, ինչպես պատմության շատ հանգրվաններում մնացել է որպես վերջին հանգրվան, որպես վերջին խրամատ եւ որպես վերջին պատնեշ։ Եվ հաղթելու է Սուրբ Էջմիածին, ինչպես հաղթել է մշտապես։ Սուրբ Էջմիածինը հիմնադրվել է Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով, Տրթատ մեծ արքայի, ինչպես պատմիչը նկարագրում եմ, Արարատից հսկայական քարեր բերելով եւ հիմնադրելով, հիմքերում դնելով, Աշխեն թագու փեշերի մեջ դարձյալ Արարատի հողը պարունակած հիմքերի մեջ լցնելով, հետևաբար նաեւ այդ ավանդությունը, պատմությունը մեզ հուշում է այն մասին, որ մեր ամբողջ ինքնության համապարփակ ներկայությունը, խտացված ներկայությունը, արարատացած ներկայությունը, ովքեր դուրս են եկել, ովքեր ցանկացել են կործանել Էջմիածինը եւ Արարատը, իրենք մնացել են այդ քարերի տակ, այդ հողի տակ, որովհետեւ Սուրբ Էջմիածինը կառուցված է վեմի վրա, որը ոչ մի դժոխքի դուռ չի կարող սասանել։ Այդպես է Սուրբ Էջմիածնի պատմությունը։ Եվ այսօր յուրաքանչյուր հայ մարդու տոնն է, որովհետև Սուրբ Էջմիածնի ճանապարհով, Մայր տաճարի ճանապարհով Աստված եւ հայ մարդը ձեռքեր իրար մեկնած հանդիպում են։ Ձեռքեր իրար մեկնած հանդիպում են բարեխոսությամբ Տրթատ մեծ արքայի, Սուրբ Տրթատի, բարեխոսությամբ Սուրբ Գրիգոր Լուսավորչի, բարեխոսությամբ մեր բոլոր սրբերի, ովքեր Սուրբ Էջմիածնի երազով են եւ հաղթանակով են մեկնել երկնքի թագավորություն։ Մեր շուրջը շիրիմներ են։ Մեր շուրջը մեր հայրապետների շիրիմներն են, ովքեր կենթանի վկայություններն են, յուրաքանչյուրը մեկ-մեկ սյուն լինելով կենթանի վկայություններն են, պատմություններն են մեր ինքնության, մեր ճշմարտության, մեր հաղթանակների։ Այս ամբողջ շրջապակը Սուրբ Էջմիածնի յուրաքանչյուր քար, յուրաքանչյուր կառույց խոսում է ինքը իր մասին։ Այստեղ են ծնվել հաղթանակները մեր եւ այստեղից են ծնվել։ Եվ ուզում եմ դարձյալ շատ հիշված Սարդարապետյան Նախորեի պատմությունը հիշեցնել։ Գևորգ 5-րդ Սուրենյանց հայրապետի, որի շիրիմը այստեղ հանգրվանած է։ Եվ այս բակը, ամբողջ բակը եղել է ցեղասպանությունից մազապուրծ եղած մեր հայրենակիցներով, հիվանդությամբ, աղքատությամբ, որբությամբ, ամենածանր իրավիճակում այս տունը գրկել է բոլորին, այս բակը գրկել է բոլորին։ Մենք որտեղ կանգնած ենք, վստահաբար շատերի
արյունն է այստեղ հեղված, որովհետև նաև այստեղ են իրենք ուղարկավորվել։ Եվ այստեղ է ծնվել այս շենքը, որ հին վեհարանի շենքն է, այստեղ է ծնվել նաև մեր հաղթանակի պատմությունը, երբ Գևորգ 5-րդ վեհափառը Սարդարաբադի նախօրեին դարձավ հենց այդ ժողովրդին եւ ասաց, որ հավատում է այդ ժողովրդի հաղթանակին։ Հավատում է, որովհետև այդ ժողովուրդը, այդ հիվանդ ժողովուրդը, խոցված ժողովուրդը, այդ որբացած ժողովուրդը ոտքի կանգնելու եւ իր վերջին խոսքը ասելու հրամայականն ունի։ Եվ դա այդպես եղավ եւ այդպես լինելու է, որովհետեւ կա Սուրբ Էջմիածին, կա արարատացած կյանք, կա ոչ միայն հիմնադրություն, այլ նաեւ վերխոյացում եւ այդ ճանապարհը լինելու է միայն հաղթանակի ճանապարհ, որովհետեւ այդպես է Սուրբ Էջմիածնի պատմությունը գրված եւ այստեղ է նաեւ հաղթանակի կամարը Տրթատ Մեծի, որը խոսել է նաեւ հայոց զենքի հաղթանակների մասին, հայոց կամքի հաղթանակների մասին, խոսել է, պատմում է մեզ այն մասին, որ ամենադժվար ժամանակներում այդ հերոսական սխրանքի իրագործումը մեր կյանքում տեղի ունենում է։ Եվ այո, ուզում եմ կրկնել 1937 թվականին ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի, այսօրվա լեզվով պետական անվտանգության կոմիտեի բանտում նահատակված Թադևոս եպիսկոպոս Մարտիրոսյանի անմահ խոսքերը, որոնք ուղղված են բոլոր նրանց, ովքեր անցնում են Սուրբ Էջմիածնի կողքով կամ փորձում են հարձակվել Սուրբ Էջմիածնի եւ Մայր եկեղեցու վրա։ Ասում է մարտիրոսացած նահատակ սրբազանը։ Սուրբ Էջմիածնի պատմությունը շատ մեծ ներկայություն ունի հայ ժողովրդի պատմության մեջ։ Անցել են շատ ժամանակներ, շատ թշնամական ժամանակներ, սրանք էլ կանցնեն եւ մենք կանցնենք, բայց Սուրբ Էջմիածինը կմնա հավիտյան։ Եվ այդպես լինելու է, անկախ նրանից, թե այսօր քանի տեսակ եւ ինչպիսի գույներով, երանգներով ու շերտերով հարձակում կա մեր ինքնության, մեր Սուրբ Էջմիածնի եւ Սուրբ եկեղեցու վրա, մեր պետության վրա, մեր կյանքի վրա, մեր կենսագրության վրա, մեր պատմությունը լինելու է եւ մնալու է հաղթանակի պատմություն։ Ժողովուրդ ջան, տոնը շնորհավոր։ Սուրբ Էջմիածինը թող որպես Աստծո համբույր դրոշմի սրտերիդ, մտներիդ, կամքիդ, հաղթանակիդ եւ հույսիդ տեսիլքի մեջ եւ որևէ վարքյան կասկած չունենաս քո իսկ հաղթանակի վրա, որովհետեւ Սուրբ Էջմիածնի զավակն ես, որովհետեւ պատմություն ունեցող մարդկանց զավակն ես, որովհետեւ պատմություն ստեղծած ժողովրդի զավակն ես, որովհետեւ հաղթանակից անխուսափելիորեն հաղթանակից չվախեցող մարդկանց զավակն ես։ Շնորհավորում եմ եւ մեր որդեական խոնարհումը Վեհափառ Հայրապետին, մեր ողջ հոգեվոր դասին եւ մեր ողջ ժողովրդին։ Չկա հայոց պետականություն առանց Սուրբ Էջմիածնի։ Սուրբ Էջմիածինը որպես Աստծուց իջած փառքի լույս մշտապես ճառագայթելու է մեր կյանքում, ցրելու մեր կյանքի խավարը։ Աստված օրհնի բոլորին։